Ինչպես է կառուցվել Արցախի դիվանագիտական ճարտարապետությունը, ինչ կուլիսային ճնշումներ են եղել եւ կարող ենք արդյոք նորից վերականգնել Արցախի դիվանագիտական ներկայությունը, այս պահին զրուցելու եմ Արցախի նախկին արտգործնախարար Կարեն Միրզոյանի հետ, բարև ձեզ։ Շնորհակալություն, որ այստեղ եք։ Պարոն Միրզոյան, փաստացի այսօր Հայաստանի իշխանությունը փակված է համարում Արցախի էջը, իսկ արցախցիներն ունեն կազմակերպական լրջագույն ճգնաժամ։ Ինչ ռիսկեր է այս ամենը պարունակում։ Ես դա կբնութագրեի ոչ թե որպես ռիսկ, այլ մարտահրավեր, իրոք կան նման խնդիրներ, մենք տեսնում ենք, որ հայաստանյան իշխանությունները բացարձակ ցանկություն չեն դրսևորում զբաղվելու արցախցիների հիմնախնդիրներով, արցախյան հիմնահարցով, որոշակի խնդիրներ կան նաև արցախայության շրջաններում, բայց դրանք բոլորը իմ կարծիքով հաղթահարելի են։ Ուղղակի պետք է հետևողական աշխատանք, ուղղակի պետք է որոշակի կազմակերպվածություն եւ այդ պարագայում ես կարծում եմ, որ մենք կարողանանք որոշակի դրական արդյունքներ գրանցել։ Ասում են Արցախը կորցրեցինք, որովհետեւ բանակցողներ սխալ, իշխանությունն էլ ասում է նախկինում են սխալ բանակցել։ Ինչ սկզբունքով էր կառուցված Արցախի արտաքին քաղաքական օրակարգը ձեր պաշտոնավարման շրջանում։ Նախ, գիտեք, մի երկու բառ այդ խոսակցությունների մասին, իմ մոտ երբեմն տպավորություն է, որ մոտավորապես, օրինակ զարմանալի կլինի, եթե ես հիմա վեր կենամ եւ սկսեմ խոսել, ասենք թե կամուրջների շինարարության մասին, հա, որտեղ ընդհանուր պատկերացում ունեմ, որ ինչ է կամուրջը եւ ինչպես է կառուցվում, բայց ես օրինակ ինձ երբեք թույլ չեմ տա խոսել, ասենք թե, հա, այդ բարդագույն մի ինժեներական խնդրի վերաբերյալ, որովհետև դա պարզապես ծիծաղելի կլինի, բայց մարդիկ կան, որոնք բավականին խիզախ են, թույլ են տալի իրենց զրուցել այդ այնպիսի հարցերի մասին, որոնց վերաբերյալ ընդունենք, որ շատ նվազագույն պատկերացում ունեն եւ ինչ որ մի անհասկանալի պատկեր են փորձում ստեղծել, որ այն հսկայական աշխատանքը, որը կատարվել է թե Հայաստանում, թե Արցախում, կատարվել է թե Հայաստանի արտաքին գործերի նախարարության մակարդակով, թե Արցախի նախարարության մակարդակով, դա ուղղակի եղել է ի սկզբանե սխալ աշխատանք։ Դա եթե կա մեղավոր, չկա խնդիր, այս տրամաբանությամբ են աշխատում։ Հա, գիտեք, ես ամենևին չեմ փորձում արդարանալ կամ արդարացնել որևէ մեկին եւ ասել, որ մենք ունեցել ենք, ասենք թե անթերի անցյալ, անթերի ճանապարհ ենք անցել, բայց սխալների հետ մեկտեղ եղել են նաեւ բավական լուրջ ձեռքբերումներ եւ կանգ առնել միայն սխալների վրա, ստեղծել աղավաղված պատկեր, դա ոչ միայն ստեղծում է սխալ թյուր պատկեր, այլ նաեւ զրկում է մեզ հնարավորությունից շարժվել դեպի առաջ։ Հիմա ինչ վերաբերում է Արցախի արտաքին քաղաքականության, արտաքին գործերի նախարարության գործունեությանը, մի քանի բազային տվյալներ 93 թվականին է ստեղծել Արցախի արտաքին գործերի նախարարությունը, առաջին նախարարը դարձավ Արկադի Ղուկասյանը, որը մինչ այս զբաղեցնում էր Պաշտպանության կոմիտեի նախագահի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդականի պաշտոնը, ստեղծվել է զրոյից։ Բարից բուն իմաստով, որտեվ եթե ասենք թե այլ նախարարությունների գերատեսչությունների պարագայում արցախցիներ ունեն բավականաչափ փորձառություն, այսինքն բավական դժվար է ստեղծել զրոյից գյուղատնտեսության նախարարություն, մշակույթի նախարարություն, որտեվ այդ ոլորտները ծանոթ էին, բայց արտաքին քաղաքականության ոլորտը իրոք յուրատեսակ մի տաբուլա ռասա էր բոլորի համար, բայց պետք է ընդունենք, որ արցախյան դիվանագիտությունը հենց առաջին իսկ օրվանից իրեն դրսևորեց որպես բավականին էներգետիկ, բավականին նախաձեռնող մի ուղղություն, որը թույլ տվեց արցախցիներին անմիջապես ներգրավել ոչ միայն ռազմական գործողությունների զուգընթաց ընթացող որոշակի շփումներին, հանդիպումներին, այլ նաև ընդգրկվել Մինսկի խմբի, հա, նորաստեղծ Մինսկի խմբի գործունեությանը եւ եկեք չմոռանանք, որ առաջի տարիներին Մինսկի խմբի շրջանակներում Արցախյան կողմը հանդես էր գալիս որպես լիիրավ մասնակից բանակցությունների։
Իսկ ինչ տեղի ունեցավ հետո, ինչու հետագայում չկարողացավ իր ամբողջական մասնակցությունը պահպանել ինքնուրույն Հայաստանի իշխանություններ դեմ, թե միջազգային ձևաչափերի դիմադրություն կար։ Նայեք, տարբեր տեսակետներ կան, թե ինչու այդ ձևաչափը, որը ի սկզբանե կար, հետագայում աղավաղվեց եւ մենք դրա մասին բարձրաձայնում էինք, այսինքն արդարացիորեն նշելով, որ այդ ձևաչափը Ադրբեջան-Հայաստան ձևաչափ որ կա, նա աղավաղված եւ թույլ չի տալիս բոլոր կողմերի համար ընդունելի լուծում գտնել, սակայն ակնհայտ է, որ հայկական կողմերը ներգրավեցին բանակցությունների մեջ բավականին բացասական իրավիճակում։ Կար միջազգային հանրության կարծիք նրա մասին, որ հարցը պետք է լուծվի տարածքային ամբողջականության շրջանակներում Ադրբեջանի, այդ մոտեցման գագաթնակետը դարձավ հայտնի Լիսաբոնյան գագաթաժողովի որոշումը, որի դեմ Հայաստանը բավականին խիզախ քայլ արեց իր վետոն դնելով, բանակցային գործընթացը եկեք ընդունենք, մեր մոտ շատ հաճախ դիտարկում է որպես ինչ-որ իրարից անջատ, իրար հետ որևէ առնչություն չունեցող ինչ-որ առանձին դրվագների մի շարան։ Իրականում դա գործընթաց է, որտեղ յուրաքանչյուր քայլ, յուրաքանչյուր դրվագ փոխկապակցված է իր հետ։ Հայկական կողմերի առջև ես հատուկ եմ օգտագործում հայկական կողմեր, որտեղ հատկապես Արցախյան ուղղության վրա Արցախի ԱԳՆ-ն, Հայաստանի ԱԳՆ-ն իրեն գործում էին նույն նպատակով, նույն դիրքերից միգուցե տարբեր գործիքակազմով, բայց համենայն դեպս համաձայնեցված քաղաքականություն էին տանում։ Հայկական կողմերի առջև դրած էր խնդիր կոտրել այդ կարծրատիպը, այսինքն հասնել նրան, որ միջազգային հանրությունը նույնպես ընդունի, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը դա տաբուացված թեմա չէ, որ հնարավոր է հարցը դիտարկել նաև այլ դիտանկյան տակ։ Եվ ի վերջո դա մեզ հաջողվեց, ես դա կարող եմ ասել, մադրիդյան սկզբունքներում արդեն մենք ունեցանք առաջին անգամ ֆիքսված այն դրույթը, որ գոյություն ունի Ադրբեջանի տարածքային ամբողջականություն, բայց գոյություն ունի նաև ժողովրդների ինքնորոշման իրավունք։ Եվ այդ երկու սկզբունքները իրավահավասարազոր են կարգավորման պարագայում։ Հիմա դուք ինձ կարող եք ասել, բայց այդ դեպքում ինչու մենք չունեցանք հաջողություն։ Ցավոք սրտի բանակցությունների ընթացքը պայմանավորվում է ոչ միայն այս կամ այն բանակցություններում ընդգրկված դիվանագետի անձնական, դիվանագիտական հատկություններով, բայց նաև այստեղ խնդիր կա, թե ինչ ունի ինքը իր դիվանագիտական ճամփրուկում, այսինքն ինչ հենարան ինքը ունի։ Եվ այդ առումով սկսած մոտավորապես 18 թվականից Եվ սկսվեց զրոկետից բանակցությունը։ Ոչ միայն զրոկետից բանակցությունների հարցը, չգիտեմ, շատ քիչերն են դրան ուշադրություն դարձել, բայց օրինակ 18 թվականից սկսած հայկական դիվանագիտական խոսույթից կամաց անհայտացավ ժողովրդների ինքնորոշման իրավունքը եւ նախընտրեցին խոսել այսպես կոչված էգզիստենցիալ վտանգի մասին, որը կախված է Արցախի գլխին եւ պետք է այն ամեն ինչ անել, որպես այն չէ։ Ունեցավ դա պահանջ էր, թե ինչ էր։ Ինչու փոխվեց։ Ես կարծում եմ հենց դա տեղի ունեցավ այդ նոր ճանապարհի փնտրտուքի շրջանակներում, այդ ժամանակ ես դեռևս աշխատում էի Հայաստանի արտաքին գործերի նախարարությունում, ընդգրկված չէի որևէ գործընթացներում եւ այլն, բայց համենայն դեպս հնարավորություն ունեի դիտարկել այդ տեղի ունեցող զարգացումները, իմ մոտ տպավորություն էր, որ խնդիր կար ցանկացած գնով ապացուցել, որ նոր իշխանությունները նոր խոսք են ուզում բերեն դիվանագիտական գործընթացի մեջ։ Մի կողմից հասկանալի է, յուրաքանչյուր իշխանություն փորձում է իրեն նորովի դրսևորել, բայց մյուս կողմից, երբ որ դա տեղի է ունենում առանց որևէ հաշվարկի եւ ներկայացված երկրի ազգային շահերի հաշվին, դա ունենում է տխուր հետևանքներ։ Իսկ ինչպես էր որոշվում ադրբեջանական կողմի հետ շփումների այդ ամբողջական ցիկլը, ինչ հստակ ուղերձ կամ թեզ էր մշտապես ներկայացվում Արցախի կողմից անկախ միջավայրի փոփոխությունից։ Մենք հանդես ենք գալիս շատ կարճ, մի քանի կոպիտ ասած դրույթներ կային, կարմիր գծեր, որոնց միշտ կազմում են Արցախյան դիվանագիտական բառապաշարի մի մասը, այն էր, որ հնարավոր չէ վերադառնալ դեպի անցյալ,
այն կարգավիճակը, որը ունեցել է Արցախը անցյալում, այլևս գոյություն չունի եւ պետք է ամեն ինչ անել, որպեսզի կարողանանք հասնել այնպիսի մի կարգավորման, որը թույլ կտա նախկին Խորհրդային Միության տարածքում, նախկին Ադրբեջանի Խորհրդային Հանրապետության տարածքում ի հայտ եկած երկու անկախ պետությունների խաղաղ գոյակցության հիմքեր ունենալ։ Մենք հանդես ենք գալի միաժամանակ նաև մի շարք առաջարկներով, որոնց նպատակն էր նախ շփման գծում լարվածության նվազեցումը, երկրորդը Ադրբեջանի եւ Ղարաբաղի միջև որոշակի շփման եզրերի հաստատումը, որը թույլ կտար նվազեցնել, հասարակություններում արկա անվստահությունը իրար նկատմամբ։ Այսինքն մեր մտահղացումը հետեւյալն էր, որ վաղ թե ուշ պետք է խաղաղություն լինի, եւ եթե դու խաղաղությանը չես նախապատրաստվում, եթե դու քո ժողովրդին չես նախապատրաստում, ապա դա ուղղակի խաղաղությունը դարձնում է անհնարին։ Ադրբեջանը իհարկե մերժում էր այդ առաջարկները, Ադրբեջանը հետևողական քայլեր էր ձեռնարկում, հատկապես Կրսեր Ալիևի նախագահության շրջանում, որոնք ուղղված էին հակառակը լարվածության աճին, որոնք ուղղված էին իր հասարակության ներսում հայատյացության աճին, տարական քսենոֆոբիայի զարգացմանը, բայց համենայն դեպս մեր առաջարկները բավականին դրական ըմբռնում էին ստանում համանախագահողների կողմից, հիշեցնեմ, որ ասենք թե այդ դրվագը հավանաբար դուք կհիշեք 16 թվականին, երբ որ ապրիլյան պատերազմից հետո ԵԱԿ-ն հանդես եկավ մի շարք գաղափարներով, որոնք ուղղված էին շփման գծում իրավիճակի վերահսկողության ամրապնդմանը եւ լարվածության նվազմանը, բավականին մեծ թվով էլեմենտներ դրա մեջ ներառված են նախկինում Արցախյան կողմից արված առաջարկներից։ Պարոն Միրզոյան, բայց այսօր Ադրբեջանն ասում է, մենք Հայաստանի հետ վերջապես կարողանում ենք խաղաղության ճանապարհով քայլել գնալ դեպի խաղաղություն, որովհետև այլևս չեն խառնվում երրորդ երկրները, եւ դրանով է պայմանավորված ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման պահանջը Ադրբեջանի կողմից։ Այս դեպքում ինչ էր անում ԵԱՀԿ Մինսկի խումբը, ինչով էր խանգարում կամ արդյոք այդ ժամանակ հնարավոր չէր ուղիղ շփում հենց Ադրբեջանի հետ։ Ինչ խնդիր էին լուծում համանախագահողները։ Համանախագահները մի շարք խնդիրներ են լուծում, իհարկե չմոռանանք, որ համանախագահողները ներկայացնում են գերտերություններ, որոնցից յուրաքանչյուր այս տարածաշրջանում այս կամ այն չափ իր շահ ուներ, եւ դա բնական է, դրա դեմ չես կարող վիճել կամ դիմադրել, բայց համանախագահները ունեն նաեւ մեկ ընդհանուր մոտեցում, որ այս տարածաշրջանում չի կարելի թույլ տալ ռազմական գործողությունների վերսկսում, որտեղ յուրաքանչյուր երկիր այս տարածաշրջանում որոշակի ծրագրեր ունեն, որոնց համար անհրաժեշտ է խաղաղ միջավայր։ Նախ եւ առաջ համանախագահների շահագրգռվածությունը նրանն էր, որ թույլ չտալ էսկալացիայի հնարավորություն։ Համանախագահները իհարկե նաեւ շահագրգիռ էին գտնել մի այնպիսի լուծում, որը թույլ կտա կառուցել տարածաշրջանում անվտանգային կայուն մի ճարտարապետություն։ Այսօր մենք տեսնում ենք, որ չնայած պատերազմը անցել է, կարծես թե այլևս որևէ հիմք չպետք է լինի ռազմական գործողությունների վերսկսման համար, բայց պնդել, որ տարածաշրջանում ձևավորվել է կայուն անվտանգային ինչ-որ մի ճարտարապետություն, կարծում եմ դա չափազանցություն է, հակառակը տարածաշրջանում մենք տեսնում ենք նորանոր մարտահրավերներ, որոնք հավասարաչափ վտանգում են բոլորիս։ Այդ դեպքում ինչու ձախողեց այս կառույցը։ Ես չէի ասի, որ այս կառույցը այդպես միանշանակ կառույցը ձախողեցին բոլորը։ Ձախողեցին բոլոր այն ուժերը, որոնք նպատակ ունեին տանել հարցի լուծումը խաղաղ կարգավորման ճանապարհով, հաղթեցին այն ուժերը, որոնք նպատակ ունեին գրավ դնելով ուժի կիրառման սպառնալիքի վրա հասնել իրենց նպատակներին։
մի կողմից կարծես թե դա ավելի հաճելի, հա, ավելի գրավիչ հեռանկար է, բայց մյուս կողմից դա ստեղծում է նաև բավականին լուրջ մարտահրավերներ, այսինքն դա մեզ հեռացնում է մեր հիմնական նպատակից, այն է ապրել խաղաղ եւ կայուն տարածաշրջանում։ Պարոն Միրզոյան, բանակցությունների ընթացքում եղել են դեպքեր, որ նկատեք օրինակ համանախագահողներից որևէ մեկի կողմից թաքնված կողմնակալություն։ Դրա մասին են շատ խոսում, որ ինչ-որ մեկի պաշտպանն էր, դրա համար այսպես եղավ։ Գիտեք, իմ շփումներում ճիշտն ասած բացահայտ կերպով, որ այս կամ այն կողմը ինչ-որ մի կողմնակալություն է դրսևորում, չի եղել, իհարկե նախ պետք է հասկանալ համանախագահողների աշխատանքի առանձնահատկությունները։ Իրենց մեջ յուրատեսակ աշխատանքի բաժանում կար, որոշակի ժամանակահատվածի համար որոշակի 3 երկրներից մեկը վերցնում էր կոպիտ ասած առաջատարությունը, հա։ Ինքն էր դա նաև արտահայտում էր նրանում, որ ասենք թե այդ շրջանում այդ երկրի ներկայացուցիչներ հիմնականում հարցազրույցներ տալիս, մեկնաբանություններ տալի, հա, լրագրողներ կարող են դրանից հասկանալ, սակայն Միսկի խումբը իմ գնահատականով եւ ես կարծում դա ոչ միայն իմ գնահատականն է, բավականին ունիկալ կառույց էր, որտեղ դա հավանաբար հատկապես վերջի շրջանում միակ կառույցն էր, որտեղ դիամետրալ տարբեր տեսակետներ եւ շահեր ունեցող երկրները կարողանում էին հավաքվել եւ քննարկել ինչ որ համատեղ ծրագրեր եւ ես դες կարող եմ հավաստիացնել, որ դա բավականին բարձր է գնահատվում յուրաքանչյուր համանախագահողի կողմից։ Պարոն Միրզոյան, նաև 2018-ից հետո, ավելի շատ 2020-ի պատերազմից հետո ակնհայտորեն Ադրբեջանի հռետորաբանությունը փոխվեց բացահայտ շփումներում, արդյոք բանակցությունների ընթացքում փակ եւ հրապարակային հանդիպումներում նույնպես տարբերվում էր նրանց այդ տրամադրվածությունը։ Նույն եկեք չմոռանանք, որ մենք Ադրբեջանի հետ արցախյան կողմը չուներ, հա, ուղղակի շփումների հնարավորություն, մեր շփումները հիմնականում համանախագահողների հետ էին, որոնք պարտադիր այցելում էին Արցախ եւ որպես կանոն հենց իրենց տարածաշրջանային այցերը սկսում են հենց Արցախից։ Սակայն այդ տենդենս, այդ միտումը ավելի ու ավելի շատ օգտագործել սպառնալիքներ, ավելի կոշտացնել խոսույթը եւ այլն, դա նկատելի դարձավ ոչ միայն 18 թվականից կամ 20 թվականից հետո, դրա միտումները, որոշ էլեմենտներ առկա են նաև նախորդ տարիների եւ արցախյան կողմը հատկապես ամեն հանդիպման ժամանակ մենք համանախագահողների ուշադրություն ենք հրավիրում այդ հանգամանքի վրա, նշելով, որ եթե որևէ քայլեր չձեռնարկվեն, ապա դա կարող է վերածվել մի շատ լուրջ խնդրի, քանի որ ստեղծում է ադրբեջանական կողմի մոտ անպարժելիության տպավորություն։ Այս պահին հնարավոր է վերականգնել Արցախի դիվանագիտական ներկայությունը։ Ինչ նկատի ունեք դրա տակ։ Վերստեղծել նույն արտաքին գործերի նախարարությունը, ինչպես կար։ Առանց Հայաստանի իշխանության աջակցության, այո։ Նայեք, իհարկե հնարավոր չէ ստեղծել նույն արտաքին գործերի նախարարությունը, որը մենք ունենք, ասենք թե 20 թվականի սեպտեմբերին կամ նույնիսկ 23 թվականի հունվարին, հա։ Բայց այն, որ Արցախը նրա պահպանված պետական կառույցները, նրա բնակիչները պետք է ունենան որոշակի խողովակներ, որոնց միջոցով իրենք կհաղորդակցվեն արտաքին աշխարհի հետ, իհարկե դա ակնհայտ է։ Այն, որ այդ որոշակի քայլեր արվում են։ Մենք գիտենք, որ կա օրինակ Վարդան Օսկանյանի գլխավորությամբ ստեղծված խումբը, որը լիազորություն է ստացել, հա, ազգային ժողովի կողմից ներկայացնելու Արցախի շահերը, կան բազմաթիվ այլ կազմակերպություններ, անհատներ, որոնք հանդես են գալի ինչ-ինչ նախաձեռնություններով, սփյուռքյան կառույցներ կան, որոնք համագործակցում են այս ուղղությամբ, բայց իհարկե ես կարծում եմ, որ պետք է որոշակի համակարգում լինի, հաշվի առնելով Արցախի ներկայիս առանձնահատկությունները, հաշվի առնելով, որ փաստորեն թե ժողովուրդը, թե Արցախի իշխանությունը այսօր գործում են, այսպես ասած, վտարանդի կարգավիճակով, այդ ամենը հաշվի առնելով ես կարծում եմ, որ պետք է որոշակի ինչ-որ մի մարմին լինի, որը կարողանար համակարգել այդ քայլերը եւ ավելի էֆեկտիվ դարձնելով
տարբեր ուսումներով ձեռնարկվող ծրագրերի իրագործումը։ Իսկ այս պահին, եթե չկա իշխանության կողմից կոնկրետ աջակցություն, որ ուղղությամբ է հնարավոր շարժվել Արցախի հարցում միջազգային կարգավիճակի ճանաչման, Հայաստանին միանալու կամ ինչպես նախկինում էր։ Նայեք, այսօր ամենահրատապ հարցերից մեկը իմ կարծիքով երկուսն են, դա Արցախի պետականության էլեմենտների պահպանումն է։ Դա հասկանում եմ, որ որոշ առումով նաև ներքին քաղաքականության հարց է, բայց առանց ազգային ժողովի, նախագահության ինստիտուտի, որոշ կառույցների պահպանության Արցախ ուղղակի չի լինելու։ Եվ ցանկացած փորձ թուլացնել, քանդել, աղճատել այդ կառույցները, դա ուղղակի Արցախին ուղղված հարված է։ Պատահաբար չէ, որ Ադրբեջանը երազում է այն պահի մասին, երբ որ այդ կառույցները իր պատկերացմամբ լուծարվեն, ոչնչանան։ Բայց մեր իշխանությունն էլ ասում է, դուք չեք կարող մի իշխանության ներսում երկրորդ իշխանություն ստեղծել։ Դրա համար ես ասում եմ, սա մի քիչ արդեն ներքին քաղաքականության խնդիր է։ Եվ երկրորդը, դա Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքի ամրագրումն է։ Այն, որ Արցախցին այսօր այո, ստիպված է եղել թողնել իր հայրենիքը էթնիկ զտման, ցեղասպանության սպառնալիքի ներքո, բայց Արցախցին իրավունք ունի վերադառնալու այդ հայրենիք, բայց վերադառնալու ոչ թե ցանկացած գնով, այլ արժանապատիվ, այնպիսի պայմաններով, որոնք թույլ կտան իր անվտանգ եւ արժանապատիվ գոյությունը իր պատմական հայրենիքում։ Այդ պայմանները հենց մենք դա էլ հենց դիվանագիտության աշխատանքն է ապահովել այդպիսի պայմաններ, այսինքն դրանց չափանիշները պարզ են, մոտավորապես, հա, անվտանգություն, արժանապատվություն, ազատ արտահայտվելու, ազատ ապրելու հնարավորություն, այդ ուղղությամբ պետք է, բայց ամենակարևորը այդ իրավունքը պետք է ամրագրվի։ Պարոն Միրզոյան, նաև հիմա բնակարաններ տրամադրելու համար արցախցիներից պահանջում են, որպեսզի հրաժարվեն փախստականի կարգավիճակից։ Սա ինչ ռիսկեր է պարունակում, արդյոք վտանգավոր չէ այդ կարգավիճակից հրաժարումը հետագայում վերադարձի կամ մնացած խնդիրները լուծելու համար։ Գիտեք, ես չէի ցանկանա անցնել ներքին քաղաքականության դաշտ, որտեղ իմ գնահատականով դրանք ավելի շատ առնչվում են Հայաստանի ներսում տեղի ունեցող գործընթացներին։ Սակայն խնդիրը ոչ թե նրանումն է իմ կարծիքով, թե ինչ հետևանքներ կունենա, եթե X քանակությամբ արցախցիներ հրաժարվեն իրենց, կանցնեն հայաստանյան քաղաքականության կամ քաղաքացիության կամ այլն, խնդիրը նրանում է, թե ինչ նպատակով է Հայաստանի իշխանությունները փորձում դա օգտագործել։ Ինչպես դուք էլ նշեցիք, կա բացահայտ անթակույց առանց թաքցնելու ձգտում, անհասկանալի պատճառով։ Նույն հետագայում խնդիր չի լինի, եթե խոսում ենք բռնի տեղահանության մասին, բայց չունենք փաստացի փախստականներ։ Ինչպես ենք ապացուցելու դա։ Ես կարծում եմ, որ դա մի տեխնիկական խնդիր է։ Ես կրկին վերադառնամ իմ ասածին, վտանգը այստեղ գալիս է նրանից, որ այդ գործընթացը արցախցիների առջև ծառացած սոցիալական խնդիրների, հա, կարգավորումը իշխանությունները փորձում են որպես օգտագործել որպես լծակ փակելու արցախյան հարցը, ստիպելու արցախցիներին, հա, հրաժարվելու իրենց օրինական իրավունքներից։ Այն որ դա օրինական իրավունքներ են, այն որ արցախցին իրավունք ունի պահանջելու իր հայրենիքը, ես կարծում եմ որևէ մեկը կասկած չունի եւ այդ պահանջը անթերի է թե բարոյական առումով, թե միջազգային իրավունքի տեսակետից։ Պարոն Միրզոյան, նաև կարճ անդրադառնանք Բաքվում պահվող հայ ռազմագերիներին, արդյոք Հայաստանի իշխանությունը անում է բոլոր այն հնարավոր քայլերը նրանց վերադարձնելու համար։ Գիտեք, ինձ մի քիչ դժվար է խոսել այդ հարցի շուրջ, որտեղ այնտեղ գտնվող մարդկանց մեջ կան իմ վաղեմի բարեկամներ, մարդիկ, որոնց հետ ինձ կապվում է բավական երկար համատեղ աշխատանքային ուղի, բարեկամություն, ընկերություն եւ այլն, եւ դիվանագիտորեն արտահայտվել այս հարցում ես դժվարանում եմ, միանշանակ ոչ, որտեղ եթե արվեին բավականաչափ քայլեր, այսօր այդ մարդիկ կգտնվեին այստեղ։ Իսկ ինչ է հնարավոր անել։ Հնարավոր է անել ամեն ինչ, դրա համար հարկավոր է ցանկություն։ Չկա ցանկություն, ես չեմ տեսնում ցանկություն, երբ որ ասենք թե
զազրելի դեպքն է, երբ որ հարց են տալի, ասենք թե ռազմագերներից այնտեղ պահող Ռուբեն Վարդանյանի մասին եւ ի պատասխան սկսում է մեկնաբանություն, թե նախ մենք պետք է հասկանանք, թե ոնց է նա այնտեղ հայտնվել եւ ինչ նպատակով։ Դա, գիտեք ինչ, դա արդեն ոչ քաղաքականություն է, ոչ ինչ-ինչ քաղաքական պատճառներով է, դա ուղղակի անբարոյականություն է։ Ես համոզված եմ, որ ոչ մի հայ չի կարող գտնվել ադրբեջանական բանտում։ Եվ դրա համար ցանկացած իշխանություն պարտավոր է ուղղակի ձեռնարկել բոլոր հնարավոր եւ անհնարին միջոցները։ Պարոն Միրզոյան, եւ վերջում ինչ դասեր պիտի քաղենք մեր սխալներից, ինչ քայլեր, որոնք չպիտի անենք այլևս։ Ես չունեմ երաշխիք, որ մենք չենք կրկնի նույն սխալները, կարծում թե դուք էլ, բայց մի բան կա, որ ես շատ կուզենայի, որ մենք միշտ ճիշտ ամբռնենք։ Էլի միակ դասը, որ որը մեկը մերտեղ մեր խնդիրները չի լուծելու։ Մեր խնդիրները կարող ենք լուծել մենք եւ միայն մենք։ Նստել եւ սպասել, որ այս կամ այն երկիրը, այս կամ այն քաղաքական գործիչը, չգիտեմ, որ այլ գործիչը մեր փոխարեն ինչ որ մի որոշում կընդունի, դա ուղղակի նույն հին սխալների կրկնությունն է։ Միայն մեր ուժերով։ Իսկ ես համոզված եմ, որ մենք բավականաչափ ուժեր ունենք։ Մենք ուղղակի այդ ուժը չենք գիտակցում։ Եվ Աստված տա, որ պահը գա, երբ որ մենք վերջապես հասկանանք, որ մենք կարող ենք իրոք շատ լուրջ բաներ անել։ Գիտեք, գործի բերումով ես բավականաչափ հնարավորություն ունեցել եմ շփվել արտաքին աշխարհի հետ եւ միշտ զարմացել եմ, որ մարդիկ երբ որ խոսում են հայերի մասին, իրենք հավատացեք ինձ ավելի բարձր են գնահատում մեր կարողությունները, քան թե մենք։ Ես առիթ եմ ունեցել մարդկանց ասել, գիտեք, եթե մենք հայերս իրոք այդպիսի զորեղ լինենք, ես ուղղակի երջանիկ կլինեի եւ որևէ անելիք չէի ունենա։ Պետք է մեզ հավատանք, ապավինենք մեր ուժերին, ի վերջո, նայեք, մեր ողջ հայության պատմությունը, հա, սկսած Հայկ Նահապետից, դա դրվագներ են, որ մենք ունեցել ենք խնդիրներ, բայց հաղթել ենք միայն այն դեպքում, երբ որ ապավինել ենք մեր ուժին, հա, մեր բազուկին, մեր հնարավորությանը։ Շնորհակալություն։ Հիշեցնեմ, որ զրուցում էի Արցախի նախկին արտգործնախարար Կարեն Միրզոյանի հետ։